Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Արևմտյան Հայաստան ազգային ժողովը քննարկել է հայ ճամփա ռազմահայրենասիրական ճամփային արդյունքները, թուրքական ռեժիմը նորից փորձում է հերթի փոքրամասնությունների շկոլների վերաբերյալ մտահոգությունները, դերսիմը հայկական Սուրբ Հարություն եկեղեցին փլուզման վտանգի տակ է։ Արցախահարցը կառավարության ծրագրում սոցիալական խնդրի մակարդակում, Արցախցիք Հայաստանում բնակարանային խնդրի ռճի։ Հորս գերեզման Արցախում հունցիկ Արցախցուն հրցնում Արցախը Բաքոյա թաչե Արեգահով Սեփյան Արևելյան Հայաստանը քգն գախնի ապահում զոհվածների պահվող մասունքների մասին տեղեկությունները 2026 թվականի օգոստոսի 19-ին Արևմտյան Հայաստանը ազգային ժողովին 29-րդ նիստն այլել Նելի Հարությունյանի նախագահությունով նիստը առցանց ձևաչափով մասնակցան 14 պատգամավորներ նիստին գլխավոր հարցերամինը հայ ճամփա ռազմահայրենասիրական ճամփային արդյունքների ներկայացումն է իլել նշվալ ավեր 5-օրյա ճամփային վախտը պատանիները մասնակցան հայրենասիրական ու ռազմական պատրաստության տարբեր միջոցառումների ճամփարի ընթացքը առաջիկայում ամփոփվելու է նաև կարճ կինոյում ներառելով հարցազրույցներ ճամփարային առօրյա ներկայացնող տեսանյութեր խորհրդանի անդամները պետություն գնահատալ նախաձեռնությունը ընդգծելով երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակության ու հայրենիքի պաշտպանության վերաբերյալ գիտելիքների կարևորությունը նիստում անդրադարձա կատարվալ նաև գիրիկե անկախության ու Սևրի դաշնագրի վավերացման թեմաներով կազմակերպված առցանց հանդիպումներին դրանց ընթացքին արդյունքներին նիստը ամփոփել է Արևմտյան Հայաստանը ազգային ժողովի նախագահ Տիկին Նելի Հարությունյանը Թուրքիայի նախագահական հաղորդակցության վարչության ապատեղեկատվության դեմ պայքարին կենտրոնը DMM հայտարարել է, թե ազգային փոքրամասնությունների շկոլների կրթական գործընթացների նկատմամբ օրենքով սահմանված դրույթներից բացի նոր սահմանափակումներ կիրառվել չեն։ Իշխանությունները վստահեցնում են վեր փոքրամասնությունների շկոլները իբր թա շարունակում են բնականոն կրթական գործունեությունը։ Այդուհանդերձ հայտարարությունը վերացնում չի ազգային փոքրամասնությունների էթվում հայկական համայնքի կրթական իրավունքների շուրջ տարիներ շարունակական հնչող մտահոգությունները։ Հայտարարությունը հրապարակվել է 2026 թվականի օգոստոսի 20-ին։ Դերսիմա Հոզատ Գավառի Կեչիմլի գյուղում գտնվող պատմական Սուրբ Հարություն հայկական եկեղեցին հայտնվել է փլուզման անմիջական վտանգի տակ։ Եկեղեցին վերսարկվել է 975 թվականին, տարիներ շարունակ մնացել է անխնամ ու լուրջ վնասներ կրել հույսը բնական պայմանների դիել գանձախույզների ապօրինի գործողություններին դարձա։ Եկեղեցին 1915 թվականից ի վեր գործալ չի, բայց յուրան պատերին մինչ սոր պահպանվալն հայերեն արձանագրություն է։ Քարաշենա կառույցը կամարակապ մուտքնա պատերի քանդակազարդերը վկայում են դերսիմա հարուստ հայկական ու բազմամշակութային անցյալի մասին։ Տեղի բնակիչներն պահանջում են եկեղեցու վերականգնումը համարելով տարածաշրջանի պատմական ու կրոնական ժառանգության ամենակարևորագույն հուշարձանները մինը։ Միևնույն ժամանակ եկեղեցու քարին մի մասը վնասվել կամ գյուղացալ մխլապեն, իսկ պահպանված պատերը շարունակում են ենթարկվել տարբեր վնասումների։ 1000 տարի հայկական եկեղեցու ներկայիս վիճակը եւս մեծ ընդգծում է Արևմտյան Հայաստանը հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության հրատապ անհրաժեշտությունը։ Միասնության թևեր կուսակցության կառավարման խորհրդի անդամ տեխնացու Դավիթ Անանյանը քննադատել է Արևելյան Հայաստանը Հանրապետության կառավարության 2026-ից 2035 թվերի ծրագրի նախագիծը պնդելավեր տրանում Արցախահարցը քաղաքական անվտանգային ու միջազգային իրավական օրակարգից իջեցվում է հիմնականում սոցիալական բնակապահովման խնդրի մակարդակի։ Անանյանի գնահատում ԱՎ ծրագրում Արցախ բառը հիշատակվում չի, իսկ Արցախահայության անվտանգ ետրնալի իրավունքի սեփականության մշակութային ժառանգության Բաքվում պահվող հայերի անհետ կորածների ու միջազգային դատական գործընթացների վերաբերյալ հստակ հանձնառություններ կան մեջ։ Ինքը մտահոգիչ է համարում նաև կառավարության ծրագրում հայ առաքելական եկեղեցու ղեկավարության փոփոխության ու նոր սահմանադրության ընդունման վերաբերյալ դրույթները։ Ըստ ուրան պետության կողմից եկեղեցու ներքին կառավարմանը միջամտությունը կարե առաջացնել լուրջ իրավական ու հասարակական խնդիրներ։ Ուրան գնահատում ԱՎ նման մոտեցումը կարե թույլատնի Արցախահայության իրավունքների ու Հայաստանը արտաքին պահանջատիրության օրակարգը միաժամանակ երկրի ներքին քաղաքական օրակարգում առաջնահերթություն տալով ազգային ինստիտուտների վերաձևավորմանը։ Ապրելի երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հազանգում ավեր անշարժ գույքի շուկայում վերջին ակտիվության դերդան վարձակալությունով բնակվող արցախցիները նորից հայտնվելուն խոցելի վիճակում։ Յուրան նսելով մխլա դեպքերում տան սեփականատերերը արցախցե վարձակալներին դույս են հանում բնակարանները կամ կտրուկ պիցրցնում վարձավճարը ավելի պետյուր առաջարկ ստանալի դերդա։ Առաքելյանի ներկայացումով Արցախաբռնի տեղահանումից 3 տարի հետո պետական ծրագրերով բնակարանացերկ բերալ շուրջ 19000 արցախցե 120,000-ից, ինչը կազմում մոտ ընդամենը 16%։ Մնացած ընտանիքների բնակարանային խնդիրը ըստ ուրան շարունակում է չլուծված մնալը։
Ինքը իշխանությունների մեղադրման բնակարանային խնդիրը պատշաճ ձևով չլուծելի մեջին ու կոչ անում բնակարան վարձակալությունով տրամադրվող քաղաքացիներին ըմբռնումով մոտենալ արցախցիներին, ըստ դիժե շրջանում իրենց չզրկելով բնակության հնարավորությունից։ Ապրիլի երկրկուսակցության ներկայացուցիչի գնահատումով Արցախ ցուցահետի Հայաստան Հանրապետությունում արժանապատիվ ու կայուն բնակության ապահովումը շարունակում է մնալ հրատապ խնդիր։ Արցախցի Արեգա Հովսեփյանը անդրադարձել է Արցախցուց նկատմամբ հնչող հարցադրումներին կապված Արցախակարգավիճակին պատկանելիությանը հետ։ Պապուս Գերեզմանը Արցախում է, հունցիկ Արցախցուն հրցնում Արցախը Բաքվաթա չէ, նշել Հովսեփյանը ընդգծել է, որ Արցախցուն հետի Արցախը մենակ քաղաքական կամ տարածքային հարց չի։ Կապված է իրան ընտանիքի հիշողությունների, հայրենի տան ու նախնիների շիրիմներին հետ։ Քննչական կոմիտեն նախաքննական գաղտնիքավորակալ 2020-23 թվականների պատերազմյանը ետը Արևելյան Հայաստանը դիահերձարաններում պահվող զոհված անձանց մասունքների մասին տեղեկատվությունը 168.1 գրավոր հարցմանը ի պատասխան ՔԿ-ն հրաժարվել է հայտնել թե քանի մասունք ներկայում պահվում դիահերձարաններում, շտեղ ընտրանք պահվում, քանիսն ԴՆԹ-ով նույնականացվել ու արդյոք սաղ մասունքներն հնցան կրկնակի նույնականացում։ Հարցի շուրջ նախկինում բարձրաձայնացել անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանին մաման Անահիտ Ադոյանը։ Ինքը կասկածներ է հայտնել ԴՆԹ նույնականացման գործընթացի մասին ու պահանջել է հնարավորություն ստանալ ծանոթանալի պահվող մասունքներին ու փորձաքննությունների արդյունքներին։ ՔԿ-ն իրան պատասխանումը նշել է, որ հարցում պահանջվող տեղեկատվությունը պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախաքննության տվյալներ ու տեղեկատվության ազատության մասին օրենքի հիմքով կարել չի տրամադրվել։ Միաժամանակ Արևելյան Հայաստանի առողջապահության նախարարությունն հայտնել վեր մասունքները պահվում են Մեծամորի դիահերձարանում պատշաճ պայմաններում, իսկ դրանց վերաբերյալ իրականացվել նաև միջազգային փորձաքննությունը։ Սիրելի հայրենակիցներ, սորվայ տեսքանք պատրաստալ ապրիկ շադրության հետի պնդկացիք։